Ողջույն սիրելի մեծեր եւ փոքրիկներ։ Վիտամիններով հարուստ ողջույններ մեր հեռուստադիտողներին։ Եթերում Ծուր թատրոնի ուղիղ խորհուրդներն են։ Եվ ձեզ հետ են իրենց խորհրդով Միլենա Գրիգորյանը եւ անհամբեր խորհրդատու Թաթուլ Պետրոսյանը։ Եթե նկատեցիք, ես վիտամիններով հարուստ ողջույններ հղեցի ձեզ սիրելի փոքրիկ հեռուստադիտողներ։ Իսկ դա նշանակում է, որ մենք այսօր խոսելու ենք մրգերի եւ բանջարեղենների օգտակարության մասին, իբրև առողջ սնունդ։ Մրգեր ու բանջարեղեններ շատ կերեք սիրելի փոքրիկներ, դրանք շատ առողջարար են, հատկապես բարձրացնում են մարդու իմունիտետը, որպեսզի այն պաշտպանի տարբեր հիվանդություններից։ Բոլորս էլ գիտենք, փոքրիկները շատ են սիրում ցիտրուսային մրգեր։ Նարինջ, մանդարին հատկապես։ Նարինջը իր մեջ պարունակում է բավական քանակությամբ վիտամին C, պաշտպանում է վիրուսներից եւ արագ վերականգնում է մրսածությունը։ Հապալասը օգնում է բարելավել հիշողությունը։ Բանան ուտել խորհուրդ ենք տալիս հատկապես մեծերին։ Այն օգնում է իջեցնել ճնշումը եւ նվազեցնում է սրտի հիվանդություններ ձեռք բերելու հնարավորությունը։ Հատուկ ծույլերի համար դեղց շատ կերեք, քանի որ դեղցը բարձրացնում է աշխատունակությունը եւ բարելավում է հիշողությունը։ Մրգեր շատ կերեք սիրելի փոքրիկներ, այն փոխարինեք քիմիական բնույթ կրող եւ վնասակար չիփսերին, էներգետիկ եւ գազավորված ըմպելիքներին։ Իսկ բանջարեղեններից որոնք են ամենաօգտակարները, Միլենա։ Համարյա թե բոլորը, ամեն մեկն ունի իր նշանակությունը, օրինակ կաղամբը, կարտոֆիլը, դդումը, ծաղկակաղամբը, սունկը։ Սունկն էլ է բանջարեղենների բուսականությանը պատկանում։ Ոչ, բայց գիտնականներն ասում են, որ սունկը բուսականության միակ օրից մի այլ թագավորության է պատկանում, բայց նրա մասին կխոսենք հենց բանջարեղենների բուսականության թագավորության շրջանակներում։ Շատ լավ կլինի, քանի որ ես սունկ շատ եմ սիրում։ Նախ եւ առաջ փոքրիկներին խորհուրդ կտամ շատ ուտել գազար, իմունիտետը բարձրացնելու համար։ Իսկ ես բրոկոլի խորհուրդ կտայի, վիտամիններով գերազանցում է կաղամբի բոլոր տեսակներին, իր մեջ պարունակում է ավելի շատ սպիտակուց, քան միսը եւ սունկը։ Հա, իմիջայլոց, քո սիրելի սունկն էլ ունի իմունիտետ բարձրացնող հնարավորություն։ Կթողնես սնկի մասին մի քիչ երկար խոսեմ։ Իհարկե։ Սունկը դա դիետիկ սնունդ է, այն առողջարար է, իր մեջ պարունակում է վիտամին D եւ պաշտպանում է օրգանիզմի բջիջները քայքայումից։ Իսկ Հայաստանում ինչ տեսակի սնկեր են աճում, որ մարդիկ կարող են ուտել, գիտես։ Իհարկե, պապս է ինձ սովորացրել. յուղասունկ, աղվեսասունկ, կատնասունկ եւ մեզ բոլորիս հայտնի շամպինյոնը։ Իսկ Հայաստանում հանդիպող թունավոր սնկերից են դժգույն գարշասունկը եւ կարմիր ճանճասպանը։ Դրա համար խորհուրդ ենք տալիս սիրելի փոքրիկներ, որ առանց մեծերի սունկ հավաքելու չգնաք եւ հատկապես չօգտագործեք։ Կարծես թե մեր եթերային ժամանակը մոտենում է իր ավարտին, բայց դեռ մենք շատ բան ունենք ասելու։ Ինչ արած, բավարարվենք այսքանով։ Ծուր թատրոնի ուղիղ խորհուրդներին ուշադիր եղեք սիրելի փոքրիկներ եւ մեծեր։ Եղեք առողջ, օգտագործեք շատ մրգեր եւ բանջարեղեններ։ Ձեզ հետ էին Միլենան եւ անհամբեր Թաթուլը։ Միշտ օր հանդիպում, այլ բույրը։